Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսեց շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 9-րդ գլուխը, որտեղ Տեր Բրահման աղոթքներ է մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Ընդ որում պետք է անպայման շեշտենք, որ այս պահին Տեր Բրահման ինքը շփվում է Գերագույն Աստծո ազնվորության հզորության մարմնավորման հետ, որովհետեւ ինքը հենց այդ մարմնավորման նվիրյալն է իրականում։ Հիմա այս տեքստերում, որը մենք հիմա դիտարկում ենք, Տեր Բրահման ինքը խոսում է նյութական աշխարհում ապրող կենդանիակների վիճակի մասին, իր կարծիքն է հայտնում, թե ինչպիսին է ինքը տեսնում կենդանիակների նյութական գոյությունը, չէ՞, եւ ուրեմն առաջ քաշեց, իրականում արիացիների կողմից շատ սիրված մի գաղափար, որ կենդանիակը ինքը կարող է նյութական աշխարհից դուրս գալ միայն եւ միայն այն դեպքում, երբ գիտելիք է զարգացնում Գերագույն Աստծո ազնվորության մասին։ Ինչ է տալիս այդ գիտելիքը, որտեղ մենք այսպես մեխանիկորեն չենք կարող էլի այդ հարցին վերաբերվել։ Գերագույն Աստծո ազնվորության մասին գիտելիքը տալիս է մեզ այդ ազնվորության կերպարը, որպեսզի մենք ցանկություն զարգացնենք։ Եթե այդ կերպարը մեզ դուր է գալիս, այդ ժամանակ կենդանիակը ինքը ցանկություն է զարգացնում, ուրեմն գնալ այդ, շփվել, հանդիպել այդ ազնվորության հետ, չէ՞։ Եվ ուրեմն սա իրականում շատ կարևոր գործընթաց է։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից աշխարհում ցավոք սրտի շատ հաճախ հոգևոր տեսությունները իրենք այսպես լիարժեք գիտելիք չեն պարունակում իրենց մեջ Աստծո մասին, եւ սա անմիջապես նշանակում է, որ իրականում հոգևոր աշխարհի բազմազանության, նրա հարստության, ուրեմն դռները այդպիսի գաղափարախոսությունների հետևորդների առաջ իրականում պարզվում է, որ փակ են։ Ամենայն դեպս այդպես են մտածում արիացիները, այսինքն գաղափարը որն է։ Գաղափարը ինքը շատ պարզ գաղափար է, հասկանում եք, որպեսզի կենդանի էակը ինքը ինչ-որ միտեղ հայտնվի, ինքը պետք է այդ տեղում ուզենա լինել, որպեսզի ինքը իրապես ուզենա, հասկանում եք, որովհետև տեսեք, ասենք, ընդհանրենք ես չունեմ հոգևոր աշխարհի մասին ոչ մի գիտելիք։ Եվ ուղղակի հավատում եմ ընդհանուր խոսքերի, որ հոգևոր աշխարհը դա երանության աշխարհ է, որ այնտեղ բոլորը երջանիկ են եւ այլն, չէ՞։ Հիմա տեսեք, եթե այդպես է տեղի ունենում, չէ՞ ամեն ինչը, ես հոգևոր աշխարհը երևակայում եմ։ Հասկանում եք։ Իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի կարող հոգևոր աշխարհ ներս թողնել այն կենդանիակին, որը ռեալ չի պատկերացնում, հա, ռեալ չի պատկերացնում, թե իրականում ինքը դեպի ինչ աշխարհ է ձգտում ընդհանրապես եւ այնտեղ իրեն ինչ է սպասվում։ Ուրեմն հորինված ոչ մի պրոցեսներ Գերագույն Աստծո ազնվորության հետ իրականացնել հնարավոր չի։ Գերագույն Աստծո ազնվորությանը կարելի է միայն մոտենալ այն դեպքում, երբ որ մենք նրա մասին ռեալ պատկերացում ունենք։ Խոսակցությունները այն մասին, որ Աստծուն ոչ մեկ չի ճանաչում, որ նրան ոչ մեկ չի կարող տեսնել եւ այլն, իրականում, եթե այսպես էլի առանց նախապաշարմունքների լուրջ խոսենք, չէ, եթե մի քիչ այսպես բաց բանականությամբ մոտենանք այդ խնդրին, չէ, ապա անմիջապես կարող ենք հասկանալ, որ այդպիսի խոսակցությունները իրենք իրականում փակում են այսինքն դարձնում են հոգևոր կյանքը իրականում անիմաստ, որովհետև ինչպես կարելի է ձգտել լինել մի վայրում, որտեղ դու ընդհանրապես չես պատկերացնում կամ ուղղակի քո երևակայության ազատությանն է տրված, թե դու ինչպիսի աշխարհում ես հայտնվելու։ Եվ մենք տեսնում ենք այս պահին, չէ, որ Տեր Բրահման ինքը այդ խնդիրն է առաջ քաշում, որ իրականում ես սա բազմիցս շեշտում եմ, որ արիացիների կրոնական գաղափարախոսությունը հենց դրանով է տարբերվում գոյություն ունեցող բոլոր
իրականում էլի այստեղ ես չեմ կարող այլ կերպ ասեմ, թող ինձ բոլորը ներեն, պարզ է չէ, որ ես ասենք ոչ մի թշնամանք չունեմ, որովհետև շատ լավ հասկանում եմ, թե ամեն մի կրոնականության տեղը, դիրքը, թե ինչու ընդհանրապես այդ կրոնականությունն ինքը գոյություն ունի, հավատացնում եմ ձեզ, որ ես այդ ամեն ինչը շատ ավելի խորն եմ հասկանում, քան կարող եմ ես թույլ տալ ասել։ Ուրեմն, սիրելիներս, այս պահին Տեր Բրահման ինքը տեքստեր է արտասանում Գերագույն Աստծո ազնվորության, գիտելիքի մասին, լսողության process-ի կարևորության, խոսում է նրա մասին, թե ինչ արդյունքների են հասնում այն կենդանի այքները, որոնք իրենց ճիքերի հիմքի վրա փորձում են երջանիկ լինել այս աշխարհում, եւ ինչպիսի արդյունքների են հասնում այն կենդանի այքները, որոնք իրենք նույնիսկ այս աշխարհում երջանիկ լինելու համար հենված են Աստծո վրա։ Ես կարդամ տեքստը եւ մենք անցնենք քննարկմանը։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ տեքստ 12 Օ իմ Տեր, դու առանձնակի հաճույք չես ստանում գիսաստվածների երկրպագությունից։ Վերջիններս կազմակերպում են ճոխ ծիսակատարություններ, քեզ առաջարկելով երկրպագության ամեն տեսակի պարագաներ, բայց միևնույն ժամանակ պահպանում են բազմաթիվ նյութական ցանկություններ։ Քո անպատճառ ողորմածությամբ դու գտնվում ես բոլորի սրտում գերհոգու կերպարով եւ բոլոր կենդանի ակներին միշտ բարին ես կամենում, սակայն դու ոչ նվիրալներին մնում ես անհասանելի։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, Բրահման ինքը այսպես ինչ-որ մի հատ գիծ վերցրած շատ բան էլի, շատ այսպես բան համառորեն այդ գծով ուրեմն շարժվում է։ Ինչի մասին էր այստեղ խոսքը։ Առաջին հերթին շեշտենք այն կարևոր արտահայտությունները, որոնք իրենք ուրեմն հնչեցին այստեղ, չէ՞։ Ուրեմն Տեր Բրահման ինքը շարունակական Գերագույն Աստծո ազնվորությանը դիմում է հենց այդպես, այսինքն Տեր, հա։ Նա, ով ամեն ինչին տիրապետում է, նա, ով ամեն ինչը ղեկավարում է, հա, եւ ամենակարևորը այն ազնվորությունը, որը ոչ մեկից կախված չի։ Հոգևոր իմաստով սա ոչ թե բան էլի ամենաբարձր ուժն է, հա, այլ սա այն ազնվորությունն է, որը ինքը ունի կամք, ունի կարծիք, ունի վերաբերմունք եւ կան ինչ-որ բաներ, որոնք իրեն դուր են գալիս կամ դուր չեն գալիս, այսինքն ունի բաներ, նախասիրություններ, չէ՞։ Եվ հիմա այս պարագայում մենք ուրեմն դիտարկում ենք, թե Տեր Բրահման ինքը այդ թեմաների մեջ ինչպիսին է տեսնում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Մենք տեսանք, որ ինքը արդեն այդ գաղափարը առաջ քաշեց, որ իրականում, ասենք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը 3 գոյավիճակների ազդեցությունից դուրս է, հա, եւ երբ որ այդ այսպես էլի արտաքինից մեխանիկական թվող տեքստը հնչում է, մենք իրականում անմիջապես պետք է վերադառնանք գոյավիճակների գլխավոր տրամադրություններին։ Այսինքն, երբ որ Տեր Բրահման ինքը ասում է, որ դու ազատ ես նյութական գոյավիճակների ազդեցության տակից, ինքը առաջին հերթին խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի թշնամանք չունի կենդանի այքների հանդեպ։ Այնպիսի թշնամանք, ինչպիսի թշնամանք, որ ունեն տգիտության գոյավիճակի, ուրեմն ներկայացուցիչները։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի հատկապես նյութական աշխարհում ապրող կենդանի այքների հանդեպ ընդհանրապես եւ հոգեվոր աշխարհում նույնպես ինքը չունի էգոիստական վայելքի տրամադրություններ, այսինքն ինքը չունի այդպիսի տրամադրություն, որևիցե մեկին ուղղակի ենթարկեցնի իր վայելքին եւ հարաբերությունների մեջ զբաղված լինի միայն իր անձնական վայելքով, այն ինչով որ զբաղված են
հիմնականում նյութական աշխարհում կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ազնվորությունները։ Բայց երբ որ մենք դա քննարկեցինք, երբ որ Տեր Բրահմանիկը խոսում է դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդհանրապես ազատ է, ուրեմն գոյավիճակների ազդեցությունից, սա նաև նշանակում է, որ ինքը ազատ է եւ նյութական մարմնի հանդեպ բարիությունից, այսինքն առաքինության գոյավիճակի ազդեցությունից։ Եվ մենք ձեզ հետ քննարկել ենք մի քանի անգամ, չէ, որ սա իրականում շատ կարևոր կետ է, որովհետև այս կետով է պայմանավորված այն գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մեկ մեզ կարող է թվալ, որ ինքը անտարբեր կամ նույնիսկ դաժան է վերաբերվում կենդանեակի նյութական մարմնին։ Շատ հոգևոր մարդիկ իրենք ունեն այդպիսի սխալ պատկերացում, կներեք, շատ հոգևոր մարդիկ իրանք ունեն այդպիսի սխալ պատկերացում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պետք է որ ենթարկվի կամ հետևի նյութական բարոյականության օրենքներին։ Մենք ձեզ հետ հիմա փորձ ենք կատարում բարձրանալ այնտեղ, որտեղ մեզ բարձրացնում են արիացիները։ Ես բազմիցս ասել եմ, ասում եմ եւ միշտ ասելու եմ, որ տրանսցենդենտալ գաղափարը այս աշխարհում առաջ են քաշում միայն արիացիները կամ այն գաղափարախոսությունները, որոնք իրենք արմատներով միևնույն է առաջացել են վեդայական գիտելիքից, այսինքն արիացիների կողմից թողված գիտելիքից։ Հիմա, ինչ է նշանակում տրանսցենդենտալ։ Տրանսցենդենտալ նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը քաջ գիտակցում է կենդանի էակի հոգևոր մարմինը, ոչ թե գիտակցում, պարզ տեսնում է հոգևոր աշխարհում այդ կենդանի էակի հոգևոր մարմինը։ Եվ այս իմաստով իր համար, երբ որ կենդանի էակը ինքը նյութական աշխարհում է, դա նման է հոգևոր հեղինակությունները իրանք այդ նմանությունն են քննարկում, որ դա նման է նրան, որ կենդանի էակը ինքը քնած է։ Այսինքն այս ամբողջ մեր նյութական գոյությունը մենք դա հոգևոր մարմնով տեսնում ենք մեր երազում, բայց այստեղ ասենք մեր երազներից դա տարբերվում է նրանով, որ մենք նույնացնում ենք մեզ այդ կերպարների հետ եւ որ այդ երազը ինքը ունի խորը դաստիարակչական իմաստ։ Հիմա, սիրելիներս, չէ, սա է պատճառը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական մարմնի վերաբերյալ ոչ նրա գոյության, ոչ նրա մահվան հանդեպ երբեք ոչ մի լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում։ Ինչ վերաբերվում է բարոյականության օրենքներին, ապա մենք պետք է հասկանանք, որ բարոյականության օրենքները տրված են մարդուն նրա համար կամ նյութական աշխարհում ապրող բանական կենդանի էակներին, ոչ միայն մարդուն, տրված են միայն նրա համար, որպեսզի կարգավորեն էգոիստների հարաբերությունները, ինչի համար, որ նույնիսկ մնալով էգոիստ, կենդանի էակները կարողանան կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց ներքո, ասենք, բոլորը իրենց արժանի երջանկությունը կվայելեն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, տեսեք ինչքան անհեթեթ է, չէ՞, այդ սպասումը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կամ հոգևոր աշխարհը ինքը պետք է համապատասխանի նյութական աշխարհում թերությունը շտկելու համար գոյություն ունեցող օրենքներին։ Բացարձակ անիմաստ սպասելիք է։ Հոգևոր աշխարհում կենդանի էակները իրենք հենված են սիրո վրա։ Ինչ է նշանակում անբարոյական պահվածք։ Անբարոյական պահվածք նշանակում է պատրաստակամություն սեփական ցանկությունները իրականացնելուց ցավ պատճառել ուրիշ կենդանի էակի։ Հոգևոր աշխարհի բոլոր ապրողները այդպիսի պատրաստակամությունից ազատ են։ Նրանք, ովքեր այդպիսի պատրաստակամություն ունեն, անմիջապես անջատվում են հոգևոր աշխարհից իրենց գիտակցությամբ եւ հենց այդ նույն գիտակցությամբ անմիջապես հայտնվում են նյութական աշխարհում։
Ինչի համար, որպեսզի իրականացնեն իրենց այդ գաղափարների հետևանքները։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ հոգևոր աշխարհի հարաբերությունները այնտեղի արկումարկը ոչ մի, սա շատ կարևոր է, ոչ մի կապ չունեն նյութական աշխարհի համար նախատեսված բարոյական օրենքների հետ։ Եվ հենց այս տարբերությունն է, որ հոգևոր գիտելիքը ինքը պետք է օգնի, որպեսզի կենդանիակը ինքը հասկանա, թե ինչպես են շփվում այն անձնավորությունները, որոնք իրենք բացարձակ սիրո, մաքուր սիրո վրա են հենված իրար հանդեպ։ Հասկանում եք, եւ պիտի հասկացվի, որ նյութական աշխարհի համար նախատեսված բարոյականության օրենքները, դրանք նախատեսված են ատելությունները եւ էգոիստական կրքերը ղեկավարելու համար։ Իսկ հոգևոր աշխարհում ոչ ատելություն կա միմյանց հանդեպ, ոչ էլ էգոիստական կրքեր։ Ուրեմն մենք պիտի հասկանանք, որ այն ինչ որ նախատեսված է նյութական աշխարհի համար, հոգևոր աշխարհի համար դա բացարձակ անիմաստ, ուրեմն սպասելիք է։ Հիմա եւ ուրեմն մենք տեսանք, որ Տեր Բրահման, ինքը այդ դրա մասին է խոսում, մշտապես Գերագույն Աստծո ազնվորությանը դիմում է այդպես, որ ինքը տիրակալ է, որ ինքը ամեն ինչը ղեկավարում է եւ ամենակարևորը, որ ինքը ոչ մեկից կախված չի։ Ինչու է սա կարևոր, որովհետև երբ որ մենք խոսում ենք Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումների մասին, Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումները իրանք գալիս են նյութական աշխարհ ինչ որ ֆունկցիայով։ Այդ ինչ որ ֆունկցիան դա Գերագույն Աստծո ազնվորության կամքն է, այսինքն իրենց գոյությունը ենթարկված է ինչ որ որոշակի ֆունկցիայի։ Հասկանում եք, եւ այդ ֆունկցիայի մեջ, չէ, իրանք շատ որոշակի, ասենք, հզորություն են ցույց տալիս կամ որ լուծում են այդ հարցերը, չէ, իսկ նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մեկի կամքը կատարող չի։ Հասկանում եք, եւ ինքը միշտ ինքնուրույն անկախ որոշումներ է ընդունում իրա, թե ինքը որտեղ կլինի, որտեղ չի լինի, չէ, եւ ասենք դա մարդու իրականում տգիտությունն է, չէ, բայց ես համ էլ կասեի գոռոզությունն է, չէ, որ մարդը իրեն թույլ է տալիս ընդհանրապես Աստծո փոխարեն որոշել, թե Աստված ինքը որտեղ կարող է գա, որտեղ չի կարող գա։ Մենք այս խնդիրները ձեզ հետ մի քանի անգամ քննարկել ենք, որ սա բացարձակ սխալ մոտեցում է, որ անձնավորությունը ինքը կարող է սահմանափակել Գերագույն Աստծո անձնավորության հնարավորությունները, ասելով, որ Աստված երբեք նյութական աշխարհ չի գալիս։ Ինչի նյութական աշխարհը իրան չի։ Ինչի պիտի ինքը, ասենք, եթե ինքը ուզենա, ինքը կոնկրետ պատճառ ունի, չէ, նյութական աշխարհ գալու։ Եվ այդ պատճառը ո՞րն է։ Աջակցելու այն կենդանիակներին, որոնք իրենք բռնել են հոգևոր ճանապարհը, այսինքն որոնք բռնել են հետ գնալու ճանապարհը։ Ինչու Աստված չի կարող գալ նյութական աշխարհ եւ աջակցել այդ կենդանիակներին, հաշվի առնելով, որ հոգևոր հատկապես աստվածամերժության դարաշրջանում հոգևոր ճանապարհով գնացող անձնավորությունները իրենք կարող են բազմաթիվ խնդիրների առաջ կանգնել, չէ՞։ Հիմա հաջորդ գաղափարը, որը այստեղ հնչեց, չէ՞, դա այն էր, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մեծ հաճույք չի ստանում, երբ որ իրեն խոնարհվում են գիսաստվածները։ Հասկանում եք։ Սա իրականում շատ կարևոր գաղափար է։ Այսինքն խոսքը ոչ թե գնում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը չի ընդունում գիսաստվածների խոնարհումը, կամ որ ինքը, ասենք, բացասական վերաբերմունք ունի, այլ խոսքը գնում է շատ մի կարևոր բանի մասին։
Այստեղ Տեր Բրահման ինքը նկարագրեց, չէ, որ կիսաստվածները իրենք այսպես շատ ճոխ են երկրպագում Գերագույն Աստծո անձնավորությանը։ Եկեք հասկանանք, թե իրականում վերջնականում կիսաստվածները դա ովքեր են։ Ինչի մասին է այստեղ խոսքը, սիրելիներս։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կիսաստվածների մասին, չէ, մենք խոսում ենք իրականում արիացիներ իրենք մեզպես շատ աբյոն էլի բան, այսպես բան արտահայտություն ունեն, էլի, գաղափար ունեն, իրենք դրանք կոչվում են նյութապես մոտիվացված հոգևոր կենդանիակներ, հոգևորով զբաղվող կենդանիակներ, հա? Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ այո, իհարկե, երբ որ կենդանիակները իրենք գալիս են քրոնականություն, սկզբնական էտապում, երկու էտապով իրենք խնդիր ունեն իմенно նյութական կյանքը կարգավորելու կրոնի միջոցով, Աստծո միջոցով, չէ՞։ Եվ այդտեղ երկու խնդիր է լուծվում։ Մեկը դա նյութական աշխարհի տառապանքներից պաշտպանվելն է, մյուսը դա նյութական աշխարհը վայելելը։ Հիմա կիսաստվածները դա այն բարեպաշտ կենդանիակներն են մեր տիեզերքում, ցանկացած տիեզերքում, կիսաստվածները դրանք ղեկավարներն են, այսինքն ոնց պետության մեջ նախարարները, հա, դրանք ղեկավարներն են նյութական աշխարհի։ Իրանք պարտադիր, ուրեմն հոգևոր կյանքի մեջ ներգրավված են, բայց շատ կարևոր է։ Իրանք ուրեմն բան են անում, հետապնդում են նյութական խնդիրներ։ Գիտեք, երբ որ ես առաջի անգամ կարդում էի, իմինը տարօրինակը նա է, որ ասենք ես մի քանի անգամ ասել եմ, որ իմ հայրը ինքը հույն էր եւ ես իհարկե դաստիարակվել եմ, մեծացել եմ հունական դիցաբանության հիմքի վրա, չէ՞։ Բայց տեսակ այդպիսի լուրջ մոտեցում չեմ ունեցել, էլի, անկեղծ որ ասեմ, երեխա եմ եղել, հայց համար այդ ամեն ինչը շատ գեղեցիկ էր, շատ աստեցիկ էր, ես շատ սիրում էի, այդպես շատ թրթիրով էի վերաբերվում իմ ազգային պատկանելիությամբ, բայց ասենք հետագայում, երբ որ հանդիպեցի արիացիների գաղափարախոսությանը, չէ, ինձ այդ հարցը ինքը շատ հետաքրքրեց։ Ես զարմացա։ Ինչի վրա զարմացա։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ արիացիները իրենք նկարագրում են, որ երբ որ կիսաստվածները իրենք զոհագործություններ են անում, այդտեղ արարիչը պարտադիր գալիս է։ Իրանց համար Տեր Վիշնուն, չէ՞։ Ուրեմն ինքը պարտադիր գալիս է եւ ընդունում է այդ զոհագործությունները։ Եվ կիսաստվածները իրենք անմիջապես հնարավորություն են ունենում Գերագույն Աստծո անձնավորությունը տեսնել։ Եվ արիացիները իրանք միշտ Գերագույն Աստծո անձնավորությունը նկարագրում են որպես աննկարագրելի, բան էլի, հրապուրելի անձնավորություն։ Եվ ճիշտ ասեմ, երբ որ ես սկսեցի կարդալ, որ ասենք կիսաստվածները զոհագործություն են կատարում, Տեր Վիշնուն գալիս է, խոսք է տալիս, որ իրենց ցանկությունները կկատարվեն եւ հեռանում։ Այդ եւ հեռանումը ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, որովհետեւ այսպես նկարագրվում է ինչ-որ մի հատ հրաշք բան, չէ՞, որ ինչ-որ էակներ տեսնում էին Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինչու դա հունական դիցաբանության մեջին վրա այդպես չէր ազդում։ Ինքը չէր ազդում, որովհետև այդ անձնավորությունը ինքը չի նկարագրվում որպես հմայիչ անձնավորություն։ Մենք տեսնում ենք, որ եւ հունական դիցաբանությունը, հռոմեական դիցաբանության մասին ես չեմ խոսում, որտեվ հռոմեացիները ուղղակի երբ որ զավթեցին Հունաստանը, իրանք ուղղակի այդ աստվածներին վերցրեցին, տարան իրանց մոտ եւ փոխեցին անունները։ Դրա համար չէ մտածել դրա մասին, որովհետեւ ինչ որ իրանք իրանց ինչ որ մի բանն են ունեցել, դա կեղծ է, էլի։ Իրանք չեն ունեցել այդպիսի բան։ Բայց ասենք, երբ որ նկարագրվում են, չէ, այդ ազնվորությունները, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իրանք նկարագրվում են որպես ազնվորություններ, որոնք կարող են տրփանք ունենալ,
չէ, որոնք կարող են ինչ-որ բանել, այսպես նախապաշարմունքներ ունենալ, չէ, կարող են ինչ-որ հարցերում անարդար լինել։ Այսինքն նայումս տեսնում ես, ասենք, ինչ-որ մի աստված կամ ինչ-որ մի աստվածուհի այս նյութական աշխարհում ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ յուրահատուկ լավ վերաբերմունք ունի։ Երբ որ նայում ես իր որակները, տեսնում ես, որ ինչ-որ առանձնապես ինչ առաքինի որակներ չունի, այդ ազնվորությունը, բացի նրանից, որ սովորաբար հզոր ռազմիկ է։ Եվ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք։ Ասենք բանն էլի։ Եվ ասենք այդտեղ, որ կարողանում են այս թեման, չէի հասկանում, այդտեղ, որ իրան կարողանում են ինչ-որ բան ուզել հետո բաց թողնել, դա հասկանալի է, որովհետև դա այնպիսի մի ազնվորություն է, որը ասենք ինչ-որ, հա, միակ բանը, որ ունի, դա հզորությունն է։ Բայց երբ որ նկարագրվում է Գերագույն Աստծո ազնվորությունը, ինքը նկարագրվում է գեր մաքուր բնավորության տեր։ Հայտնվում է մաքուր սեր գաղափարը։ Հասկանում եք, չէ՞։ Նկարագրվում է նրա հմայքը, որ բոլորը կիսաստվածները նրանք բոլորը տղամարդու մարմնի մեջ են, չէ՞, բայց իրենց բոլորը նկարագրում են, հատուկ ուշադրություն են դարձնում Գերագույն Աստծո ազնվորության գեղեցկության վրա։ Եվ այլն, չէ՞, եւ այդ դա ինձ համար շատ զարմանալի էր, որ իրենք կարողանում են Աստծուն հետո բաց թողնել։ Դա թույլ տալ, որ ինքը գնա։ Հասկանում եք։ Եվ ասենք ուրախանան, որ իրաց ցանկությունը կատարվելու է եւ նստեն նյութական աշխարհում վայելեն այդ ցանկության իրականացումը։ Չէ՞։ Եվ այո, իհարկե, այս դրա համար էլ դա կոչվում է ոչ թե մաքուր առաքինություն, այլ առաքինության գոյավիճակ։ Երբ որ դա խոսվում է գոյավիճակ, դա միշտ խոսվում է այդ էգոիզմի ատենակ, ոնց է հայերեն բանել, այդ էգոիզմի ինչ-որ մի հատ շղարշ վրան անպայման կա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, կիսաստվածները իրենք շատ կապված են, այստեղ, իրենք առաքինի են, բայց առաքինությունը, տեսեք որ նա քրիստոնեությունը, չէ, ինքը առաքինությունը ինչ-որ մի կերպ մեր գիտակցության մեջ կապել է աղքատության հետ։ Հասկանում եք, բայց իրականում, չէ, աղքատությունը դա միայն հրաժարվածների, ուրեմն կյանքի ձևն է։ Այն հոգևոր մարդիկ, այն կրոնական մարդիկ, որոնք իրենք ներգրավված են կրոնի մեջ, չէ, բայց ունեն հասարակական դիրք, իրենք ուղղակի հակառակը։ Արիացիների գաղափարը կայանում է նրանում, որ առաքինի անձնավորությունները պարտադիր Գերագույն Աստծո ազնվորության կողմից խրախուսվում են ամեն տեսակի նյութական երջանկությունով։ Բարեկեցությունը այդտեղ ոչ թե ամենակարևորն է, այլ ամենաառաջինը։ Դրա համար, երբ որ իրանք նկարագրում են հոգևոր կյանքի բաղադրիչ մասերը, իրենք ասում են կրոնականություն, հա, բարոյականության սկզբունքներ, հոգևոր ծիսակատարություններ, արդյունքում առաջի արդյունքը տնտեսական զարգացում, երկրորդ արդյունքը առաքինի ցանկությունների կատարում եւ միայն նոր երրորդ արդյունքը նյութական աշխարհից ազատագրում, այսինքն առաջի հոգևոր արդյունքը, իրենք առաջի արդյունքները պահանջվում էր կրոնից, ոչ թե պահանջվում էր, սխալ բառ, սպասվում էր կրոնից, որ առաջին հերթին, երբ որ մենք գործ ունենք Գերագույն Աստծո ազնվորության հետ, պիտի լուծվի բարեկեցության խնդիրը։ Հասկանում եք, իհարկե մեր դարաշրջանում սա մի քիչ այլ է, ինչու, որտեղ ուղղակի չկա իրական կրոնական պետություն չկա, որտեղ կարող են կիրառել արիացիների կողմից առաջարկված կանոնները, չէ, ամեն տեղ կրոնը օգտագործվում է
ինչ-որ նյութական խնդիրներ լուծելու համար, չէ՞։ Եվ համապատասխան միշտ իր մեջ պարունակում է բռնություն, միշտ իր մեջ պարունակում է, այսինքն երբեք այդ նպատակը չի դրվում, որպեսզի հոգևոր մարդիկ իրանք բոլորը լինեն բարեկեցիկ, անձնական կյանքում երջանիկ եւ այլն եւ այլն, չէ՞։ Դրա համար է, չէ, որ կրոնականության մեջ աստվածամերժության դարաշրջանում ամենակարևոր գաղափարը դա համբերությունն է։ Հասկանում եք։ Եվ ուրեմն իսկ աստվածները իրանք, այո, իրանք անձնավորություններ են, որոնք իրանք առաքինության մեջ են, բայց նրանք սկսնակներ են, ինչու, որովհետև իրանք նյութապես մոտիվացված են, այսինքն իրանք իրականում կապված են, այդ նյութական աշխարհի ղեկավարի դիրքին, բան այդ ամեն ինչին, իրանք կապված են, բայց իրանց մաքրության, առաքինության հաշվին, չէ, իրանք գրավում են ուրեմն այդ պաշտոնները։ Հիմա, չէ, եւ իրենց պատկերացումներով, որպեսզի իրաց ցանկությունները կատարվի, չէ, իրանք այդպես են պատկերացնում, որ պետք է այսպես ինչ է շարքում զոհագործություն, ճոխ նվերներ պետք է տրվի, էլի, Գերագույն Աստծո անձնավորության։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը, եթե շատ կոպիտացենք, չէ, այսպես ամենավերջի գծով, ոչ մի նվերի կարիք չունի։ Հասկանում եք, որովհետև այն ինչ որ իրան նվիրում են, դա հենց իր էներգիան է։ Իրանից դուրս ոչ մի բան չկա։ Ամեն ինչը կամ ինքն է, կամ իրանն է։ Հասկանում եք, եւ այո, դա իր ողորմածությամբ է, որ կենդանի ակտեր իրանք մտածում են, որ իրանք ինչ-որ մի բանի տեր են։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, բայց կիսաստվածների մտածելակերպը ինքը այդպիսին է, հա, եւ իրանք երբ որ զոհագործություններ են անում, չէ, այդ զոհագործությունները իրենք այսպես շատ ճոխ բաներ, էլի զոհագործություններ են անում, ասենք մեծ քանակությամբ կիսաստվածների մոլորակների համապատասխան ուտելիքներ են մատուցվում Գերագույն Աստծո անձնավորությանը։ Մեծ քանակությամբ ուրեմն բաներ են անում, ասեք, ոսկեղեն, ոսկուծա ափսեներով է այդ ամեն ինչը մատուցվում եւ այլն, չէ՞։ Հիմա տեսեք, եւ Բրահման ինքը դա գիտի։ Եվ հիմա թվում է, որ այդպես կարելի է, չէ՞, օրինակ ասենք, եթե մենք տանք աշխարհի գիտնականին այս տեքստերը, այդ զոհագործության տեքստերը, ինքը կասի, հա, խնդրեմ, ինչ է, այստեղ ինչպես է նկարագրվում Աստված։ Աստված այստեղ նկարագրվում է մի անձնավորություն, որ ով հարուստ է, նրա ցանկություններն էլ ինքը կատարում է։ Հասկանում եք։ Բայց իրականում, ասենք, ինքը արդեն, եթե մեր մոլորակի վրա վերցնենք, ինքը արիական քաղաքակրթությունը, ինքը այդպես չէր կառուցված։ Այո, բարձր խավերը իրանք զոհագործում էին իրենց ունեցվածքի մի մասը զոհագործություններ կատարելու համար։ Բայց երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը գալիս էր, իրան հատկապես արքան միշտ խնդրում էին կիսաստվածներին եւ Գերագույն Աստծո անձնավոր եւ արարչին միշտ խնդրում էին, որպեսզի ընդհանուր հասարակությունը լինի բարգավաճ եւ երջանիկ։ Հասկանում եք։ Հիմա ծերիներս, չէ՞։ Ուրեմն այդ կիսաստվածները իրանք այդ սովորությունն ունեն եւ արտաքինից կարող է թվալ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դրա կարիքն ունի։ Հիմա տեսեք օրինակ, ես երբեք, ինձ համար քրիստոնեությունը միշտ մնում էր համենայն դեպս այդպես ինչպես դա կիրառում են հայերը, ինձ համար միշտ մնում էր անընդունելի։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանայի, թե ինչպես է այդպես լինում, որ այն Աստված, որին Հիսուսը նկարագրում է որպես սեր, հա, կարիք ունի ինչ որ մի հատ, չգիտեմ, էլի, կոպիտ ասած կեղտի մեջ կորած կենդանի էակի արյան մեջ։ Ինչի համար է իրան պետք այդ արյունը։ Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողացել ընդունել այդ մատաղների գաղափարը։
որովհետև այդտեղ դաժանություն կա։ Այսինքն կենդանիակը մարդը ինքը մտածում է, որ եթե իր հետ ինչ-որ մի վատ բան է եղել, կամ որպեսի չլինի, Գերագույն Աստծո ազնվորությունը պիտի մի հատ ուրիշ կենդանիակի կյանքը զոհես, հա, որ քո կյանքը փրկես։ Այդտեղ ոչ մի, ասենց ոչ մի, դաժե նյութական տեսանկյունից ոչ մի բարիության, նույնիսկ հոտ չի գալիս։ Հասկանում եք։ Համաձայն եք ինձ հետ, թե ոչ։ Ես այդպես եմ մտածել, կարող եք ինձ հետ չհամաձայնվել։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ այսինքն տեսեք, իսկ բայց այս գաղափարը, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությանը ինչ որ ճոխ զոհագործություններ են անում, ինքը նույն բանն է, ինչ տարբերություն։ Գերագույն Աստծո ազնվորությունը ցանկություն կատարելու համար ինչ որ մեկի արյան կարիքը ունի, թե ինչ որ մեկի հարստության։ Էությամբ դա նույն բանն է։ Այսինքն հիմա մենք պիտի այդ հարցին պատասխանենք։ Բա հարստությունը իր ինչին է պետք։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այսինքն, ինչ է անում Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինքը ուղղակի, ասենք, զոհագործությունները իրանք կազմակերպված են այնպես, չէ, որ կենդանիակը ինքը ագահությունը ղեկավարի։ Այսինքն, տա ուրիշին այն, ինչը որ ինքը իր համար այսպես շատ թանկագին է համարում։ Հասկանում եք, իսկ այո, իհարկե, հոգևոր աշխարհում դա նույնպես այդպես է, բայց հոգևոր աշխարհում բոլոր կենդանիները ունեն այն ամենը, ինչ որ ուզում են։ Առանց ոչ մի տեսակի ճիգերի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ սա ինքը, այսպես էլի, շատ կարևոր կետ է։ Հիմա, տեսեք, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ արտաքին տպավորությունը հիմա Տեր Բրահման փորձում է կոտրել։ Ինքը ասում է ես տեսնում եմ, որ այդ որ ճոխ զոհագործություններ են անում, չէ, այդտեղ մի հատ շատ հետաքրքիր նուրբ հոգեբանություն կա։ Որովհետև ես տեսնում եմ, որ դու դրանից ոչ մի հաճույք չես ստանում։ Հասկանում եք։ Եվ օրինակ կիսաստվածները իրանք չեն նկատում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ ամեն ինչը որ մատուցվում է, չէ, կարող ասեք մի թեթև, կոպիտ ասած հաց ուտի, չէ, բայց հասկանում եք ինքը երբեք այդ ոսկեղենից եսի միջից ոչ մի բանը իր հետ չի տանում։ Ինքը այսպես իրան մատուցում են, ինքը կարող է ասենք ինչ-որ բան ուտել, ինչ-որ բան այսպես անել, այնպես անել, խմել, բան եւ թողնել, խոսք տալ, թողնել գնալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա Բրահման ինքը ասում է, ես տեսնում եմ, որ դու ոչ թե մենակ անտարբեր ես, հա, ոչ թե որտեվ ինքը շատ ավելի այսպես բան ասեց, չէ, ինքը ասեց չի տալիս քեզ ինչ որ միտից յուրահատուկ հաճույք։ Հասկանում եք, եւ սա շատ կարևոր ձևակերպում է։ Հասկանում եք։ Այսինքն, ինչքան ուզում է զոհագործությունը ճոխ լինի, իմенно ճոխության իմաստով, չէ, այդ մասշտաբները ռիտուալի, իրա վրա այդպես ինչ-որ մեծ տպավորություն չեն թողնում։ Ինչու՞, որովհետև, այո, իհարկե, մեկ նորից եմ կրկնում, ամեն ինչը ինչ որ կա, իրան է պատկանում, այդ ինչով մենք կարող ենք իրան զարմացնել։ Ոչ մի բան, չէ՞։ Հա, ուրեմն եւ ինքը ասեց, քեզ հաճույք չի պատճառում։ Հիմա ուրեմն ուրիշ գաղափար, բայց զոհագործության գաղափարը հենց ինքը Գերագույն Աստծո ազնվորությունն է դրել։ Եթե իրան հաճույք չի պատճառում, ինչի համար է ինքը այդպիսի ծես հաստատել, որ երբ որ ինձ կանչում եք, կիս աստվածները կանչում են իրան, սովորական կենդանիակները կանչում են կիս աստվածներին, հա, բոլորի համար տրված է, որ զոհագործությունը պիտի լինի ճոխ։ Իմիշալոց աստվածաբժության դարաշրջանում հենց դրա համար էլ զոհագործությունները իրենք արգելված են, որտեղ ասված է, որ չունեն, ասենք, մարդիկ իրանք չունեն այդպիսի հարստություններ, որով իրենք կարող են կատարել այն զոհագործությունները, որը կատարում էին արիացիները։ Չէ՞, դուք մոտավորապես պատկերացնում եք արիացիները ինչպիսի հարուստ կայսրություններ եղել։ Երբ որ արտաքինը նկարագրվում է, չէ,
փաստացի ստացվում է այնպես, որ ամեն մի հատկապես արիացի տղամարդիկ, չէ, իրանք կիլոգրամներով ոսկի են իրանց վրա կրել։ Այդ մենակ այդ իրանց գլխի բանը շլեմ, հայերեն չգիտեմ էլի, այդ շլեմը որ դնում էին, չէ, ես միշտ մտածել եմ, մարդը ինչպիսի վիզ ու ինչպիսի գլուխ պիտի ունենա, ինչպիսի հզոր մարմին պիտի ունենա, որ այդ քանակությամբ ոսկուց պատրաստված բանը գլխին կրի։ Դուք պատկերացնում եք դա ինչ ծանրություն է, կամ ինչ քանակությամբ ոսկի է։ Իսկ դա սովորական, հատկապես իշխանավորների դասի համար, դա սովորական հագուստ էր։ Հասկանում եք։ Շատ կարևոր հանգամանք է սա, էլի։ Եվ այո, հարստությունը ինքը կրոնական դաշտի անբաժանելի մասը պիտի լինի իրականում։ Հա, այդ տեսեք, երբ որ աստվածամերժության դարաշրջանն է գալիս, չէ, եւ աստվածամերժները իրենց առաջ այդ խնդիրն են դնում, որպեսզի հոգեվոր դաշտը ինքը դառնա անհրապուրելի, չէ, այ դա է դառնում, որ հիմա էլ հոգեվոր դաշտում մարդիկ իրանք պետք է արդարություն չգտնեն, եւ հասարակությունը ինքը պետք է լինի ծայրահեղ հարուստ, ծայրահեղ աղքատ։ Իսկ ես միշտ ասում եմ, ոչ առաքինի կրոնական մարդ գոյություն չունի։ Իրական կրոնական մարդը ինքը առաքինի է։ Իսկ ոչ մի առաքինի մարդ իր կողքը աղքատ մարդ չի կարող հանդուրժել։ Եվ ամեն մի առաքինի անձնավորություն իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու է, որպեսզի օգտակար լինի կամ օգնի կամ աջակցի բոլոր նրանց, ովքեր որ իրանից վատ են ապրում եւ ինքը իրենց ճանաչում է։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է հնարավորությունների սահմանում։ Չէ՞։ Եվ հիմա Տեր-Բրահման այ բայ չի համար է։ Ինքը ասես դու հատու մի յուրահատուկ հաճույք նրանից չես ստանում։ Բայց ինչու համար է գերագույն Աստծո աստավորությունը այդպիսի օրենք հաստատել, որ զոհագործությունը ինքը պետք է լինի ճոխ։ Սա ինչի մասին է խոսում ընդհանրապես։ Հա, ուրեմն մենք այստեղից հասկանում ենք, որ իրականում գերագույն Աստծո աստավորությունը, եթե ինքը հաճույք չի պատճառում, դրանի ինքը իրան հաճույք չի պատճառում, դա ինքը անում է զոհագործությունը կատարողների համար։ Հա, հիմա ինչի մասին է այստեղ խոսքը։ Այսպես էլի, եթե հոգեբանության տեսանկյունից վերցնենք։ Ուրեմն կիս աստվածները իրանք երբ որ զոհագործություն են կատարում, դա իրանց երկրպագության ձևն է, որտեղ իրանք ինչ-որ ռիտուալներ, ջուրդիսակատարություններ են անում, ինչ-որ ցերեմոնիաներ են անում, որպեսզի կապվեն գերագույն Աստծո աստվածության հետ, չէ՞։ Հիմա կիս աստվածները իրանք բարձր դիրք գրավող կենդանիակներ են, չէ, որոնք իրանք ունեն տիեզերքի համար, մեր տիեզերքի համար իրանք ունեն շատ մեծ իշխանություն, կարևոր ֆունկցիաներ ունեն արարչագործության մեջ, չէ՞։ Բայց այդ ամեն ինչը միևնույնն է, հասկանում եք, իրանք բանի առաքինության, բայց գոյավիճակի ազդեցության տակ են։ Հասկանում եք։ Այսինքն նույնիսկ այդ բարձր պաշտոն գրավողները հոգևորի մեջ, չէ, իրանք բան չի էլի, այդ իրանց դիրքը ինքը չի խոսում իրանց մաքրության մասին։ Իրանք կարող են շատ լուրջ, այսպես էլի, նյութապես պայմանավորված լինեն եւ նյութական խնդիրների լուծման կարիք ունենան։ Հասկանում եք, հիմա այդ ցերեմոնիաները, ինչպես ես ասեցի, չէ, իրանք արտաքինից այսպես շատ հարուստ, շատ այսպես ճոխ, շատ տպավորություն թողնող գործողություններ են, չէ։ Բայց ինչի գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հաճույք չի ստանում։
ինքը հաճույք չի ստանում, որովհետև հոգևոր տեսանկյունից այդպիսի գործողությունները իրանք այ արտաքինից թվում են բան, սենց լիարժեք, հա, սենց բանի էդի, որ հոգևոր մարդը ինքը ոչինչ չի ափսոսել, ոչ կիս աստվածների համար, ոչ Աստծո, հա, բայց միևնույն է, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդքան էլ գոհ չի մնում, չէ, որովհետև ներքին աշխարհում իրանք դրա դիմաց նյութական արդյունք են սպասում, ոչ հոգևոր։ Եվ դրա համար է, որ իրանք կարողանում են Գերագույն Աստծո ազնվորությունը բաց թողնել, որտեղ իրանք այդ ամբողջ ընթացքում կապված են նյութական արդյունքին։ Եվ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, լավ, ինչ եք ուզում, իրանք իշը մի հատ նյութական բան են ասում, ինքը ասում են շատ բարի, դա կլինի։ Հա, իրանք ասում են, հա ինչ լավ է որ կլինի։ Դե հիմա դու գնա քո տուն, հա, մեզ էլ տուրեն ինչ որ մեկ ուզում էինք, մեկ էլ դա վայելենք։ Եթե շատ կոպիտ ասենք, սա է չէ ստացվում։ Հասկանում եք։ Հա, բայց այսինքն այստեղ հիմա նկարագրվում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հիմնել է զոհագործությունների կանոնները, հա, բայց ինքը այդ բանը, այդ ճոխ հարգանքը, որ իր հանդեպ ցույց են տալիս, ինքը դրանով բան էլի не подкупается, էլի, ոնց որ իրան չեն կարող դրանով առնել։ Դրա համար ինքը որտեվ այդտեղ ինչն է, էլի, չեմ կարողանում հա հայերեն ասեմ, էլի, որովհետև այդտեղ ինչն է մնում, հասկանում եք։ Ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, ինքը ինչպիսի դիրքում է հայտնվում, որ հիմա իրան կանչել են, հա, իրականում գործ ունեն աշխարհում բոլոր աշխարհներում ամենակատարյալ ազնվորության հետ, բայց հրապուրված են ինչ-որ ժամանակավոր նյութական եսի միջերով, հա, ու եւ որ իրան կարողանում են բաց թողնել, դա ինչ է նշանակում, որ հոգևոր տեսանկյունից իրանք Աստծուն չեն արժևորում։ Եվ վերջնականում ցանկություն չունեն իր հետ ապրելու։ Հասկանում եք, սա շատ ֆենոմենալ սիտուացիա է, էլի, որ կարելի է Աստծուն տեսնել եւ իրան բաց թողնել ու մնալ տարված նյութական աշխարհով։ Հասկանում եք, եւ այդ դա է, այդ վերաբերմունքն է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ֆիքսվում է, ոնց ասեմ, էլի, ինքը ֆիքսում է, չէ, իրան որպես Եթե շատ կոպիտ ասեմ, որ կարողանամ տեղափոխեմ, որպես առհամարված վերջնականում։ Այսինքն, որ ինքը կենդանիներին պետք է միայն նրա համար, որ ապահովի իրանց նյութական, այսինքն իրանց էգոիստական երջանկությունը, հա, հենց որ այդ երջանկությունը ապահովվում է, կենդանիներն ասում են, դե լավ, հիմա դու գնա, իսկ մենք այստեղ վայելենք այն ինչ որ դու մեզի տալու ես, չէ՞։ Հասկանում եք։ Այսինքն Սա ինչ է, էլի։ Բրահման ինքը խոսած, որ այդպիսի կենդանիակները իրանք պահպանում են այդ շատ նյութական ցանկություններ։ Հասկանում եք, սա ինչ է նշանակում, որ իրանք ինչ է նշանակում պահպանում են։ Այդ հետ սա է նշանակում, որ իրանք իրանց մեջ այդ էգոիստական ցանկությունները բաց չեն թողել։ Հասկանում եք, բաց չեն թողել, այդ ցանկություններից իրենց ներքին աշխարհը չեն մաքրել, չեն կարողացել վերանցել իրենց էգոիզմը, նյութական ցանկությունները, իրանց ձգտումները, իրանց կապվածությունները, այդ էգոիստական վայելքին եւ այլն, չէ՞։ Այդ ամեն ինչը այն բանը էլի, իրանք ուզում են իրանց բավարարման համար, հա։ Այսինքն, որ կենդանիակները բրահման դա է ասում, որ կենդանիակները իրանք կարող են բաների երկրպագ են եւ իրանց երկրպագությունը կարող է ուղղված լինի դեպի Աստված, բայց միևնույն է իրանց ներքին կենտրոնը մնում է իրանց բավարարվածության խնդիրը եւ իրանք փորձ են կատարում, եթե կոպիտ ասեմ, Գերագույն Աստծո ազնվորությանը շահագործել եւ սա Կրոնականության մեջ այդ սկսնակների հոգեբանությունն է, որոնք կարող են լինել եւ կրքերի եւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, բայց եւ նույնիսկ առաքինիները։ Չէ՞, հիմա Տեր Բրահման ինքը հաջորդ գաղափարը, որ առաջ քաշեց, դա անպատճառական ողորմածությունն է։
Ընդհանրապես ես անպատճառական գաղափարը, որը իրականում առաջ են քաշում արիացիները, չէ, ինչ է նշանակում անպատճառական։ Սա շատ տարբեր ինտերպրետացիաներ կան, շատ տարբեր հասկացողություն կա այս բառի, չէ։ Երբ որ մենք ասենք դիմում ենք իր այս անմիջական իմաստին, ապա կարող ենք ասել, որ անպատճառական նշանակում է մի բան, որը դու չես վաստակել։ Մի բան, որը դու չես վաստակել, մի բան, որը չես կարող գնել, հա, եւ մի բան, որը ընդհանրապես կախված չի նրանից, թե դու ինչի ես արժանի, ինչ ներդրումներ ունես ընդհանրապես, չէ՞։ Հա, եւ ինքը ասվում է անպատճառական ողորմածություն։ Երբ որ Բhagavad Gita-ում էլ է Տեր Կրիշնան ինքը խոսում անպատճառական ողորմածության մասին, այնտեղ հասկացվում է, որ ինչ ինքը նկատի ունի։ Ինչ ինքը նկատի ունի։ Ինքը նկատի ունի, երբ որ ասում է անպատճառական ողորմածություն, դա միշտ նշանակում է, որ չկա նյութական պատճառ։ Այսինքն ոչ մի նյութական գործողություն, իրավիճակ, մտավիճակ, չգիտեմ, ներքին աշխարհ, արտաքին, ինչ ուզում է լինի, նյութական աշխարհում ոչ մի պատճառ չկա, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ողորմածություն ցուցաբերի։ Հասկանում եք։ Եվ դրա համար այդ ողորմածությունը ինքը կոչվում է անպատճառական։ Հասկանում եք։ Եվ այսա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նյութական աշխարհում ներկա է լինում, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը դրան արժանացել է, այլ որովհետև ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը ողորմած է, որտեվ այն հանգամանքը, չէ, որ կենդանիակը ինքը իր կամքով է հեռացել նյութական աշխարհից, կներեք հոգևոր աշխարհից, դա արդեն նշանակում է, հասկանում եք, որ ինքը կոպիտ ասած ինչ էլ ուզում բանի, ինքը արժանի չի ողորմածության։ Հատկապես եթե մենք հաշվի առնենք, թե արդեն նյութական աշխարհ գալով կենդանիակները այստեղ իրար հետ ինչեր են անում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա ինքը շատ կարևոր գործոն է։ Եվ հիմա, այսինքն մենք պետք է հասկանանք, որ Տեր Բրահման ինքը այդ պահն է ֆիքսում, հա, որ դու գալիս ես կամ դու ներկա ես, դու այդտեղ ոչ մի հաճույք չես ստանում, բայց դու գալիս ես քո անպատճառական ողորմածությամբ, այսինքն դու հաճույք չես ստանում, որտեղ դու առհամարված ես, քեզ կանչում են կենդանիակներ, որոնք իրանք ուղղակի ուզում են օգտվել քո հզորությունից, հետո ասեն դու գնա, մենք վայելենք, բայց դու միևնույնն է գալիս ես, հասկանում եք, հա, հիմա ինչու ճոխ, որովհետև իրականում, չէ, եթե մարդը հիմա նույնիսկ ասենք հատկապես ֆենշուի բան այդպիսի բաներին հետևողները, չէ, իրանք շատ լավ գիտեն, որ եթե դու ուզում ես բարեկեցության էներգիան ձգել դեպի քեզ, չէ, չի կարելի, որպեսզի դու հագնես կեղտոտ հագուստ, չի կարելի, որպեսզի դու հագնես կարկատած, ճղճղված կամ չգիտեմ ինչ, այսինքն աղքատության բաները, դրոշմները քո վրա պիտի չլինեն։ Դու պետք է աշխատես, այնպես ոչ թե հարուստ հագնվել, խնդիրը դա չի, հա, բայց այ որ քո վրա կամ քո տան մեջ չլինի ոչ մի ջարդած բան, չլինի ոչ մի հին բան, չօգտագործվող բան, չգիտեմ ինչ, այսպես ինչ որ օրենքներ կան, չէ, որ երբ որ կենդանիակը ինքը դրանք պահպանում է, ինքը դեպի իրան է քաշում բարեկեցությունը։ Հիմա երբ որ իրանք հավաքվում են, զոհագործությունը կատարելուց այդ ամեն ինչը ինքը ճոխության մեջ է, լիության եւ ճոխության մեջ է, չէ՞։ Այդ լիության էներգիան էլ կոպիտ ասած ինքը քաշվում է այդ պահին դեպի այդ պետությունը, այդ ազգը, այդ ազնվորությունը կախված նրանից, ովքեր են զոհագործությունը կատարում եւ ինչ նպատակներով։ Հասկանում եք։ Դրա համար այո, այսպես այդ զոհագործությունների արարողությունները կատարելուց անպայման պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի ամեն ինչը լինի մաքուր, ամեն ինչը լինի գեղեցիկ եւ ներդաշնակ եւ այլն, իսկ եթե հնարավոր է, ապա այո, նաեւ ինչ որ ճոխության
բաներ պիտի ունենա, էլի իր մեջ։ Հավանական դեպս արիացիները դա այդպես էին անում եւ կիս աստվածները որպես արիացիների սլավագույնները նույնպես այդպես էին վարվում, չէ՞։ Հիմա ուրեմն գերագույն աստծո ազնվորությունը այդ ճոխության ատմոսֆերան ինքը ուզում է, որտեղ ճոխության ատմոսֆերան ինքը իրանով արդեն ազդում է այդտեղ ներկաների գիտակցության վրա։ Հասկանում եք, ոչ թե գերագույն աստծո ազնվորությունը դրա կարիքն ունի։ Ինքը իր բոլոր քայլերում գիտական աշխարհում աջակցում է կենդանի էակներին։ Եվ ուրեմն սա այն պիտի հասկացվի։ Դրա համար Տեր Բրահման ինքը ասեց դու ինչ-որ մեծ հաճույք չես ստանում այդ բաներից, էլի, եւ ուղղակի անպատճառական ողորմածությամբ է որ գալիս ես, չէ՞։ Եվ դրանից հետո ինքը միանգամից խոսած դրա մասին, որ դու գտնվում ես բոլոր կենդանի էակների ուրեմն սրտերի մեջ, չէ՞։ Այսինքն ինչի բա, երբ որ խոսացվում է այդ գերագույն աստծո ազնվորության ներկայությունը սրտի մեջ, այդ ինչի մասն է խոսքը։ Խոսացվում է նրա մասին, որ գերագույն աստծո ազնվորությունը ամենամոտիկն է մեզ, ինքը անմիջապես մեր մեջ է, հա։ Այսինքն ինքը եւ վկան է, եւ պահպանողն է, եւ իր մեջով է ընդհանրապես ամեն ինչ գալիս կամ գնում կենդանեակի կյանքում, հասկանում եք, եւ այդ գերհոգու կերպարը, չէ, որը արիացիները իրանք շատ հստակ են նկարագրում, որպես ներքին բանի, դասվիզեցել, որպես ներքին վկայի, հա, եւ ուրեմն որպես այն ազնվորությամբ, որը ինքը շատ լավ գիտի կենդանեակի սիրտը, հա, այսինքն դա ոչ թե ուղղակի բանը աշխարհի գիտնականները իրանք ասում են դա ենթագիտակցությունն է։ Իրականում իրանք այդ ֆունկցիաները, որը արիացիները իրանք ասում են կենդանեակի ներսում ինչ որ մի հատ կամպանիենտ կա, որը դա աստծո ներկայությունն է, չէ՞, աշխարհի գիտնականները այդ գաղափարը վերցրել են, ասել են այո, ճիշտ է, ներսում ինչ որ մի բան կա, դա ենթագիտակցությունն է։ Բայց երբ որ նայում ենք ֆունկցիաներով, դա բացարձակ նույն բանն է, որտեղ ենթագիտակցության մասին են, չէ՞ իրանք ասում։ Ինքը ամեն ինչ գիտի։ Մենք դա այսպես հալած փլավի պես ընդունում ենք։ Կներեք, այդ ենթագիտակցությունը ինքը որտեղից գիտի։ Ընդհանրապես ինչ է նշանակում գիտակցություն։ Այդ գիտակցությունը ո՞ն ինչպես է ձևավորվում, որ հələ մի հատ էլ այսպես ամեն ինչ գիտի։ Դա նույն գերհոգու գաղափարն է։ Այսպես կոչված ժամանակակից լեզվով ասված։ Հասկան, այդ բաները ես չեմ սիրում, էլի, երբ որ այդպես արվում։ Դա Նիչեսն է, էլի, ազնիվ քայլեր չեն։ Չէ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք հա քննարկում են, որ կա ինչ-որ ներքին գործոն, որը իրանք ասում են դա գերհոգին է, դա գերագույն աստծո ազնվորության ներկայությունն է, հա, որը ինքը, այո, ներքին բանն է, ներքին վկան է, եւ այո, ինքը կարող է ամեն ինչ իմանալ, որտեղ ինքը բոլորի սրտերում է, ինքը ամեն տեղ է, հասկանում եք, եւ դա ռեալ ներկայությունն է գերագույն աստծո ազնվորության, հա, եւ ինքը ասեց, այ դու բոլորին ճանաչում ես, տեսեք, չէ՞ որ նյութական աշխարհում երբ որ խոսացվում է դրա մասին, որ դու բոլորին ճանաչում ես, խոսքը ինչի մասին է գնում։ Խոսքը գնում է նրա մասին, չէ, որ ազնվորությունը ինքը դուք պատկերացնում եք նյութական աշխարհի կենդանի ակները ընդհանրապես իրար հետ իջեր են անում։ Այ հիմա դաժե ասեց հերու չգնանք, էլի, այ հիմա հենց այս պահին։ Այդ տեզերքը հանգիստ թողնենք, այ պրոստը մենք մարդիկ իրար հանդեպ ընդհանրապես ինչեր են ի վիճակի անելու։ Դուք պատկերացնում եք։ Չէ, այ հիմա տեսեք, որ գերագույն աստծո ազնվորությունն ինքը այդ ամեն ինչը գիտի։ Այդ ամեն ինչը տեսնում է։ Ինքը վկան է այն պրոցեսի, թե ինչպես է կենդանիակը իր մեջ գալիս դաժանության։ Այդ որ պատրաստ լինի դաժան լինի։ Հասկանում եք, ինքը այդ ամեն ինչը հետևում է, թե հոգեբանական ինչ պրոցեսներ է անցնում կենդանի էակը, չէ՞։ Բայց Տեր Բրահման ինքը ասում է դու բոլորի մեջ նստած ես, բոլորի մասին ամեն ինչ գիտես,
բայց անփոփոխ բոլորին բարին ես կամենում։ Հա, այդ որ ինքը ասեց անփոփոխ նիզմենը, հա, դա միշտ նշանակում է, որ անկախ նրանից, թե կենդանիակները ինչպիսին են, քո տրամադրությունը չի տատանվում։ Դու քո այդ բարյացակամությունը ինքը կախված չի կենդանիակների պահվածքից։ Դու միևնույնն է մնում ես այն անձնավորությունը, որը բարին է ցանկանում։ Այսինքն դու թշնամաբար չես վերաբերվում։ Հա, դու առիթ չես մանգալի, թշնամաբարը որն է, չէ, թշնամաբարը դա կլիներ նա, որ ասեն գերագույն աստվածավորությունը, ինքը ասեր, բուրը ձեր գլուխը գնացեք նյութական աշխարհ, вообще ինձանից հեռու, ոնց ուզում եք ապրեք, ինչպես դա նկարագրված է հрьяաների դիցաբանության մեջ։ Հասկանում եք, չէ, բայց ինքը ասում է դու միշտ մնում ես բարյացակամ, չես դառնում թշնամաբար, չես վերաբերվում թշնամաբար։ Այսինքն դու բաների առիթ չես մանգալի երես թեքես կենդանիակներից, հա, բայց միշտ կենտրոնացած ես իրանց բարօրության վրա, չէ, եւ հիմա այն կենդանիակները, որոնք իրանք քեզ են դիմում, իրանք պարտադիր ստանում են 3 բան. նյութական տառապանքներից պաշտպանություն, նյութական բարեկեցություն եւ անձնական երջանկություն։ Խնդիրը միայն մի հատ է։ Դու պահանջում ես, որ կենդանիակը լինի առաքինի։ Հա, դու չես համաձայնվում։ Դու չես համաձայնվում կատարել, հա, կենդանիակների չարամիտ ցանկությունները։ Եվ ինքը հենց դա էլ ասեց, չի ասեց, բայց այդ ոչ նվիրվածների համար, հա, դու մնում ես անհասանելի։ Այսինքն, ովքեր են ոչ նվիրալները։ Դա այն ազնվորություններն են, որոնց գիտակցությունը բաց չի գերագույն աստվածավորության հետ հարաբերությունների համար։ Հա, այսինքն իրանք պատրաստ չեն հանուն գերագույն աստվածավորության բարյացակամ վերաբերմունքի հրաժարվեն իրենց արատավոր մնությունից։ Հասկանում եք։ Այսինքն այստեղ, երբ որ ինքը ասում է ոչ նվիրալները, հա, դրանք ով է նվիրալը գերագույն աստվածավորության, նա ով որ հետևում է գերագույն աստվածավորության պատվիրաններին, չէ, դա նվիրվածության առաջի սիմպտոմն է, այն ամենապրիմիտիվ է, դրանից ներքև տեղ չկա։ Հասկանում եք, նա ով որ ռեալ ընդունում է գերագույն աստվածավորությունը, նա կատարում է Աստծո պատվիրանները։ Այսա սև սպիտակ է, ինչ որ գծեր կան, որոնք իրանք սև սպիտակ են։ Հասկանում եք, եթե անձնավորությունը ինքը գոնե չի ձգտում իր մեջ, ինքը այդ թեման չունի, որ ձգտի պահպանել պատվիրանները, հասկանում եք, եթե նույնիսկ արատավոր բնություն ունի, բան, չգիտեմ, փորձեր է կատարում, հա, եթե ինքը նույնիսկ չի ձգտում գոնե, ոչ թե նույնիսկ այլ գոնե չի ձգտում, իր համար Աստծո դռները փակ են իրականում։ Եվ այստեղ հասկանում եք, որ մենք այստեղ որ ես ասում եմ, որ մենք պիտի հասկանանք, որ երբ որ արատավոր կենդանիակի աղոթքը ինքը տեղ է հասնում եւ իր ցանկությունը կատարվում է, դա միայն մի բան է նշանակում։ Իր աղոթքը ընդունել է սատանան, որտեղ սատանան է իրականացնում արատավոր ցանկությունները։ Գերագույն աստվածավորությունը ինքը երբեք ընդհանրապես այդ գործերի հետ գործ չունի։ Ինքը նյութական աշխարհում կենդանիակին այդ ազատությունն է տվել։ Ուզում ես արատավոր եղի, ուզում ես եղի առաքինի։ Արատավորության համար արատավոր դիմաց համապատասխան արդյունք է ստանալու, նրա դիմաց համապատասխան։ Всё, սա է իր դիրքը։ Եվ ինքը չի խանգարում։ Նյութական աշխարհում ինքը չի խանգարում, որովհետեւ կենդանիակները իրենց արատավոր ցանկությունները իրականացնեն, մենք սրա մասին շատ ենք խոսել, չէ՞։ Հիմա ուրեմն ինքը ասեց, որ նրանք ովքեր որ պատրաստ չեն, այսինքն նվիրված չեն, դա նշանակում է նրանք ովքեր ուզում են այդտենց իրանց
պատկերացումով, իրանց մտածելակերպով այդ ուղղությամբ շարժվեն, չէ, իրանց համար դու մնում ես անհասանելի, ոչ թե որտեղ դու հեռու ես, դու բոլորի սրտերի մեջ ես, հա, այլ ինչի, որովհետև էգոիստական գիտակցությունը ինքը ի վիճակի չի քեզ ճանաչի, հասկանում եք, ինքը ի վիճակի չի քեզ ճանաչի որպես այն անձնավորությունը, որը ինքը երբեք թույլ չի տա իրան օգտագործել չարիք գործելու համար, հասկանում եք, ուրեմն այս տեքստը ինքը իր բնույթով բավականին ճշգրիտ է առաջին հերթին և բավականին խիստ, որովհետև ինքը այսպես քանդում է մի հատ շատ կարևոր կրոնական պատրանք, հասկանում եք, որ գերագույն Աստծո անձնավորությանը կարելի է բավարարել արտաքին երկրպագության մասշտաբներով, հա, օրինակ կան հարուստ մարդիկ, որ իրանք հույս են ունենում, հա, որ կարող են մեղքերի թողություն ստանան, եթե, չգիտեմ, ինչ-որ ճոխ բան են արել եկեղեցու համար, կամ ինչ-որ մի հատ ճոխ եկեղեցի են կառուցել, ես են, հա, ու ասենք իրանք մտածում են, որ դա Աստծո սրտի ճանապարհն է, և իրանք կարող են շարունակել մնալ արատավոր անձնավորություններ և վայելեն Աստծո ուրեմն ողորմածությունը, այդպիսի process չկա, ես կոպիտ կասեմ այստեղ, որպեսզի հասկացվի ինչի մասին է խոսքը, այս տեքստը խոսում է նրա մասին, որ Աստված ինքը կաշառակեր չի, և որ ծիսակատարության ճոխությամբ իրան գնել հնարավոր չի, այս տեքստը ինքը իրականում այս թեմաներ քննարկում, հա, այսինքն մյուս կողմից շատ կարևոր է, որպեսզի տեքստը կարդալուց անձնավորությունը ինքը չընկնի ծայրահեղությունների մեջ, այսինքն այստեղ ոչ թե հակադրված է, որ կա ռիտուալ և կարելի է ռիտուալներ չկատարել, որովհետև Աստված ճոխության կարիքը չունի և ինքը չի բավարարվում, հա, այլ այստեղ խոսակցությունը գնում է արտաքին ձևակերպման որպես ճոխություն և ներքին մոտիվի մասին, հա, այսինքն տեքստը ինքը ոչ թե մեղադրում է ինքը ծիսակատարությունը, հա, այլ ինքը ցույց է տալիս, որ նույնիսկ շատ ճոխ ծիսակատարությունը, բոլոր կանոններով կատարված կրոնական ծիսակատարությունը, ինքը մնում է երկրորդական, հա, եթե այդ ընթացքում կենդանիակի սիրտը զբաղված է միայն, այսպես էլի, բազմազան նյութական ցանկություններով, այսինքն ոնց որ երկրպագությունը կատարվում է Աստծո համար, հա, բայց կենդանիակը ինքը ապրում է ինքը իրա համար, և սա շատ կարևոր հոգևոր բան է, էլի, կրիտերի, չափանիշ, հա, սա շատ կարևոր հոգևոր չափանիշ է, որ մենք պետք է հասկանանք, որ գերագույն Աստծո անձնավորությանը չի տպավորում ճոխությունը, հա, եթե ինքը չի արտահայտում կենդանիակի սերը Աստծո հանդեպ, և իրան հնարավոր չի անել, էլի, մատուցել այդպիսի ծիսակատարություններ, այնպես, որ համել պահպանել ներքին այդ էգոցենտրիզմը և դրա հետ մեկտեղ հույս ունենալ, որ գերագույն Աստծո անձնավորությունը մեզ ընդունելու է որպես մտերմիկ անձնավորությունների, հասկանում եք, և բացահայտելով այս նրբությունը արտաքին և ներքին երկրպագության, Տեր Բրահման ինքը միանգամից բացեց և երկրորդ ուրեմն ճշմարտությունը, հա, որը ինքը շատ ավելի
բաներ է, շատ ավելի հուսադրող է։ Դա որն էր, դա նա էր, որ անկախ նրանից, որ կենդանիակը ինքը կարող է լինել անմաքուր, հա, միևնույն է, գերագույն աստվածավորությունը ինքը գտնվում է բոլոր կենդանիակների սրտերի մեջ եւ բոլորին բարին է ցանկանում, ինչ է, այսինքն ինքը բոլորի համար ցանկանում է, որ կենդանիակները իրենք հրաժարվեն իրենց արատավոր բնությունից եւ հաստատվեն իրենց մաքուր բնության մեջ, հա, եւ այսինքն ինքը ոչ թե միայն գալիս է նրանց մոտ, ովքեր որ արժանի են, անարժանների սրտում էլ է ինքը ապրում։ Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ ինքը ապրում է անարժանի սրտում եւ ինքը սպասարկում է անարժանությունը, սա տարբեր բաներ են։ Ինքը ապրում է անարժանների սրտում, բայց չի սպասարկում նրանց բանել նողկալի ցանկությունները։ Հասկանում եք։ Այսինքն ինքը մենակ չի թողնում կենդանիակներին, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իրանք այսպես խորը մոլորության մեջ են հայտնվում եւ արդեն ի վիճակի են լինում դաժանություններ իրականացնել։ Սա այս գաղափարը ինքը իրականում այս տեքստը դարձնում է շատ խորը տեքստ։ Հասկանում եք։ Մի կողմից մենք պետք է մտորենք դրա շուրջ, որ գերագույն աստվածավորությունը ինքը չի վաճառվում էլի այդ ճոխ ռիտուալներին, մյուս կողմից ինքը չի երես թեքում նույնիսկ ամենաանարժաններից, հա, բայց երրորդ կողմից ինքը այո գալիս է եւ նույնիսկ առաքինիների մոտ, ովքեր որ նյութական ցանկություններ են ուզում բավարարել, ինքը գալիս է, տալիս է իրանց այդ նյութական երջանկությունը եւ լուր հեռանում է, որովհետեւ իրան ոչ մեկ չպահեց։ Հասկանում եք։ Այսինքն կրոնական մարդկանց համար Աստված հասանելի է։ Ինքը միշտ մեծ հաճույքով քայլեր է անում դեպի այդպիսի անձնավորությունները, այդպիսի հոգիները, հա, եւ միշտ մեծ հաճույքով ներկայանում է, երբ կատարվում են զոհագործություններ։ Բայց երբ ինքը տեսնում է, թե ինչպես են կենդանիակները կլանված իրենց նյութական ցանկություններով եւ ինչպես իրանք ընդհանրապես ուշադրություն չդարձրեցին, թե ում հետ էին շփվում, ինքը հեռանում է, լուր հեռանում։ Եվ այս սրա շուրջ ես կարծում եմ, որ չգիտեմ ինչպես ձեզ մոտ դա կլինի, բայց իմ համար այսպիսի տեքստերի շուրջ մտորումները միշտ շատ ուժեղ հիմք են հանդիսացել հոգևոր կյանքում շատ լրջանալու թեմայով։ Եվ այդ պատրանքից է ազատում այս տեքստը, ինքը իր հաջորդ խորությունը դրանում է կայանում, չէ, որ այն ազնվորությունները, որոնք չունեն նվիրվածություն Աստծո հանդեպ, իսկ ես արդեն ասեցի, որ նվիրվածության ամենացածր մակարդակը դա Աստծո պատվիրաններին հետևելն է, եւ որ կենդանիակը ինքը չունի այդպիսի դիրք, պիտի հասկացվի, որ իր համար գերագույն աստվածավորությունը անհասանելի է։ Հա? Այսինքն այդ իր անհասանելիությունը դա ոչ թե իր բացակայությունն է, որտեղ ինքը ներկա է եւ նրանց սրտում եւ նրանց։ Սա շատ կարեւոր նրբություն է։ Հա? Ինքը անհասանելի է, որովհետեւ կենդանի էակի ընկալումն է սահմանափակ։ Իրանք իրենց առաջ, իրենց ցանկություններով, իրենց որակներով փակում են, իրանք են փակում ճանապարհը։ Հասկանում եք, այսինքն գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հավասարապես գտնվում է եւ առաքինիների սրտի մեջ եւ արատավորների։ Առաքինիները կարողանում են կապ հաստատել իր հետ, բայց եթե իրանք խորասուզված են նյութական արդյունքներով, ստանալով այդ արդյունքները բաց են թողնում իրան։ Եվ գերագույն Աստծո ազնվորությունը հեռանում է։ Իսկ արատավորները
նույնիսկ այդ կապը չեն կարող հաստատել։ Ինչու՞, որովհետև իրենք լրիվ փակված են իրանց էգոիզմի շողարշով։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը Բրահմայի կողմից այստեղ ներկայացվեց որպես մի անձնավորություն, որը միշտ մեր կողքին է, որը միշտ մեզ բարի է ցանկանում, որը բոլորի սրտում ներկա է, հա? Բայց եթե կենդանիակը ինքը խորասուզված է իր էգոիզմի մեջ, տարված է միայն իրանով, ինքը չի կարող ճանաչի Աստծուն։ Եվ սրանում է կայանում շատ մեծ հոգևոր ճշմարտություն, որ գերագույն Աստծո ազնվորության հետ մոտիկությունը դա տարածության խնդիր չի, հա, այլ ընկալման մաքրության, վերաբերմունքի մաքրության խնդիր է։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ասածը կքննարկենք արդեն հաջորդ